Ցրված սկլերոզ G35 Ցրված սկլերոզը բավականին տարածված նյարդաբանական հիվանդություն է եւ շատ դեպքերում կարող է բերել հաշմանդամացման եւ հաշվի առնելով, որ ժամանակակից նյարդաբանության մեջ բավականին մեծ առաջընթաց կա ցրված սկլերոզի վարման հարցերում, իհարկե նաև մեր հայաստանյան իրականության մեջ մենք փորձում ենք այդ նորամուծությունները ունենալ եւ նորագույն դեղերը, որոնք համարվում են հիվանդության ընթացքի վրա ազդող դեղեր, նաև ներկայացված են Հայաստանում։ Հետևաբար այս պացիենտների էֆեկտիվ բուժումը ել ավելի հնարավոր է դարձել նաև պետական ծրագրի շնորհիվ, որը գործի է դրվել 2024 թվականին, երբ հնարավորություն եղավ 4 հիվանդության ընթացքի վրա ազդող հիմնական դեղ ունենալ մեր պացիենտների համար Հայաստանում պետական աջակցությամբ։ Պացիենտները բավականին շատ են, այս պահին տարածվածության վերաբերյալ հավաքվում են տվյալները, բայց մենք տեսնում ենք տարբեր կենտրոնների հավաքած վիճակագրությամբ, որ խնդիրը բավականին լուրջ է ծառացել եւ հայտնաբերելիությունը եւ արդյունավետ բուժումը այս համեմատաբար երիտասարդ խմբի համար բավականին կարեւոր է մեզ համար։ Իհարկե հիմնականում մենք գործ ունենք երիտասարդ պոպուլյացիայի հետ, որոնք աշխատունակ են, առջևում ունեն իրենց պլանները եւ իրենց օգնել է ադապտացիայի հարցում եւ հետագա հիվանդության զարգացման կանխման հարցում շատ կարեւոր է։ Ի սկզբանե իհարկե կարեւոր է ընթացքին ծանոթանալ հիվանդության, հասկանալ ինչ փուլի հետ գործ ունենք, երբ պացիենտը դիմում է, որովհետեւ հիվանդությունը կարելի է բաժանել հիմնականում երկու վիճակի՝ սուր փուլ, երբ գրոհ է առաջացել, նոր, այսպես ասած, ակտիվացում, սրացում է տեղի ունեցել հիվանդության, կամ ռեմիսիայի փուլում։ Սուր փուլում մենք կարող ենք ունենալ համապատասխան օջախների շատացում, նոր օջախների ավելացում, եղած օջախների փոփոխություն եւ յուրաքանչյուր անհատի մոտ այդ օջախների քանակը, սրման տեմպը, հաճախությունը եւ մեծությունը իհարկե կարող են տարբերվել։ Եվ դա կարող է իհարկե ընդհանուր ընթացքի խորացման առումով տարբեր լինել, որոշ դեպքերում պացիենտը բավականին արագ է հասնում լուրջ հաշմանդամացման, եթե մենք չկարողանանք կանխել այդ գործընթացը, որոշ դեպքերում նույնիսկ հնարավոր է, որ առանց բուժման մենք ունենանք բավականին լավ, այսպես ասած, բարորակ ընթացք։ Ռեմիսիայի փուլում պացիենտը կարող է լինել, հատկապես եթե խոսքը գնում է գրոհային ընթացքով ցրված սկլերոզի մասին եւ ոչ հարաճուն ընթացքի, մենք կարող ենք չտեսնել որևէ էական նյարդաբանական նշաններ եւ կամ այդ առաջացած գրոհային դրսևորումները կարող են ընթացքում վերանալ, անցնել։ Ցրված սկլերոզը բուժման տարբեր փուլերում կարող է ենթակա լինել տարբեր ռեժիմներով բուժման, այսինքն կարող է լինի արտահիվանդանոցային մոտեցում եւ արդեն հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք, եթե սրացման փուլում է հատկապես եւ կարիք ունի ստանալ որոշ դեղորայք։ Հնարավոր են շտապ անհետաձգելի իրավիճակներ այս դեպքում եւ նաեւ պլանային բուժումը նույնպես հնարավոր է, հատկապես հիվանդության ընթացքի վրա ազդող դեղերի ներմուծման այս դարաշրջանում։ Ներգրաված մասնագետը հիմնական բնական է նյարդաբանն է, բայց նաեւ կարող ենք ունենալ ակնաբույժի կարիք։ Ինչ գանգատներով կարող են գալ պացիենտները, հիվանդությունը այնպիսի բնույթի է, որ կախված է այդ գանգատների սպեկտրը օջախների համապատասխան տեղակայումից եւ այստեղ շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել հենց այդ հայտնի սկզբունքին, որ դրանք պետք է տարբերվեն ժամանակում եւ տեղում եւ եթե հատկապես գանգատները իրարից բաժանված են որոշակի ժամանակահատվածներով եւ կարող են ունենալ այնպիսի բնորոշ պատկեր, որը որ մեզ կհուշի, որ դա հնարավոր է ցրված սկլերոզը, մենք պետք է զգոն լինենք եւ ուղարկենք համապատասխան հետազոտությունների, հիշենք, որ ամենահայտնի եւ հաճախ հանդիպողներից են օրինակ
շեղված տեսողությունը, դիպլոպիան, երկտեսությունը կամ մեկ աչքի օրինակ տեսողության նվազումը, նույնիսկ կորուստը երբեմն եթե արտահայտիչ դեպքեր են, կարող են գանգատվել գլխապտույտից, օրինակ հավասարակշռության խնդիրներից, քայլվածքի խանգարումից, կարող է լարվածություն զարգանալ ոտքերում, սպաստիկայի տեսքով լինել, ցավային ուղեկցող նշաններ հնարավոր են, հատկապես եթե զգացող ուղիներն են ախտահարում, կենտրոնական նեյրոպաթիկ ցավ կարող է ունենալ պացիենտը, ընթացքում հնարավոր են կոգնիտիվ ճանաչողական ֆունկցիաների խանգարումներ, նաև չմոռանանք վեգետատիվ ֆունկցիաների խանգարումը, հատկապես օրինակ միզապարկի հետ կապված դիսֆունկցիան, աղիների դիսֆունկցիան, ինչպես նաև ուղեկցող որոշ հոգեհուզական դաշտի շեղումներ են հնարավոր, տրամադրության տատանումներ, անկումներ և սեռական դիսֆունկցիա։ Անամնեզ հավաքելը հատկապես ժամանակային գործոնը հաշվի առնելով շատ կարևոր է, որովհետև հնարավոր է, որ գանգատները եղած լինեն նախկինում ոչ այնքան արտահայտված, որոշ ժամանակ պահպանված անցած լինեն և պացիենտը անտեսի դրանք կամ հեշտ չի հիշի, այսինքն թիրախային հարցեր տալը ավելի կենտրոնացված այդ անամնեզի հավաքումը մեզ շատ կօգնի հստակ պատկերացում կազմել և կասկածը ուժեղացնել ցրված սկլերոզի ուղղությամբ։ Իհարկե, եթե խոսքը վերաբերում է գրոհային ընթացքի մասին, այդ դեպքում մենք ունենք առողջ ժամանակահատվածներ այդ գրոհների արանքում և այդ փաստը պետք է իհարկե ավելի հստակ հարցվի պացիենտից։ Պրոգրեսիվող դեպքում, երբ ընթացքը ոչ գրոհային է և ավելի այսպես հարաճուն կուտակային, այդ դեպքում արդեն մենք կարող ենք չտեսնել այդ տատանումները, սրացում և ռեմիսիա հաջորդականությունը չլինի և պացիենտը ավելի այդպես ընդհանուր է պատմում իր խնդրի մասին, միայն հատուկ հարցնելուց կարող է հասկանալի դառնալ, որ տեղի է ունենում կուտակում, նոր նշանների ավելացում ժամանակի հետ, տարիների ընթացքում։ Մի խոսքով անամնեզի հարցը մեզ կարող է շատ օգնել և ժամանակ տրամադրել պետք է։ Զննումը, համապատասխան նյարդաբանական զննում և ընդհանուր սկզբունքներով և արդեն հատուկ թիրախավորված, եթե հայտնաբերում ենք ինչ-որ օջախային նշաններ և փորձում ենք ավելի խորացնել այդ ուղղությամբ, համապատասխան հայտնի սիմպտոմները հայտնաբերելու համար, օրինակ լերմիտի նշանը կամ անամնեզի կուխտոֆի նշանը բնորոշ են ցրված սկլերոզին։ Հոսպիտալացման ցուցում մենք կարող ենք ունենալ, եթե մենք ունենք հստակ նոր ակտիվ օջախի պատկեր, նոր սիմպտոմ, որը պացիենտը չի ունեցել նախկինում կամ եղել է, բայց անցած վերականգնված է եղել և նորից է առաջացել, հետևաբար այս դեպքերում մենք պետք է մտածենք արդեն ինֆուզիոն բուժման մասին, որպեսզի այդ այտուցը վերացնենք։ Հիմնականում նյարդաբանական զննումը մենք իրականացնում ենք այդ հսկողությունը, նաև ակնաբույժի ներգրավումը կարևոր կլինի, երբեմն պացիենտները հատկապես ռետրոբուլբար նևրիտով դեբյուտ ունեցող ցրված սկլերոզով պացիենտներին նյարդաբանի մոտ պետք է ուղղորդեն ակնաբույժները, հետևաբար ակնաբույժների շրջանում էլ այդ զգոնությունը և հավանականությունների ավելի ճիշտ գնահատումը կարևոր կլինի և ինչու չէ նաև ուղեկցող, եթե հնարավոր են այլ օջախային նյարդաբանական նշաններ, դրանք վաղ շրջանում հայտնաբերելը նույնպես շատ կօգնի։ Ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտություններին, մենք այստեղ կարևորում ենք ուղեղ ողնուղեղային հեղուկի կամ լիկվորի քննությունը, որը կկատարվի համապատասխան ընդհանուր կլինիկական հետազոտություն և այստեղ կարևոր է որոշել օլիգոկլոնալ հակամարմինները։ Անհրաժեշտության դեպքում, եթե մենք կասկած ունենք, որ կա հնարավորություն նաև հարակից այլ դեմիելինիզացնող հիվանդությունների առկայության, կարելի է նաև անցնել հակաակվապորինային և անտիմոգ հակամարմինների որոշմամբ,
տարբերակումը հստակեցնելու համար սովորաբար եթե ցրված սկլերոզի ախտորոշումը մենք ուզում ենք այս ճանապարհով հաստատել, պետք է ստանանք օլիգոկլոնալ հակամարմինների սինթեզի երկրորդ կամ երրորդ տիպ։ Իհարկե, որոշ դեպքերում հնարավոր է նաև չհայտնաբերումը այդ սինթեզի տիպերի, որը չի հերքում ցրված սկլերոզը։ Գործիքային հետազոտություններից իհարկե անփոխարինելի է եւ կշարունակի այդպեսին մնալ MRT հետազոտությունը, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, կոնտրաստավորմամբ պարտադիր, քանի որ մեզ համար այստեղ շատ կարևոր է ընթացիկ թարմ օջախների հայտնաբերումը, նաև նոր օջախների, որոնք թեկուզ այդ պահին թարմ չեն, կուտակման փաստը արձանագրել է համապատասխան Մակդոնալդի չափորոշիչները կիրառելով։ Միանգամից այստեղ ասեմ, որ բացի այս գործելակարգից նաև քանի որ պետական ծրագրով տրվող դեղեր կան, մենք կիրառում ենք նաև համապատասխան ուղեցույցը, որը նույնպես ներկայացվել է այս ծրագրի շրջանակներում եւ ավելի մանրամասն այս ամենը կարող եք ամենին ծանոթանալ համապատասխան ուղեցույցում։ Կարող է կարիք լինել նաև տեսողական հարուցված պոտենցիալների որոշման, որտեղ մենք կկարողանանք տեսնել դրանց դանդաղեցում եւ հետեւաբար լատենցիայի մեծացում ու դա անուղղակիորեն նույնպես կարող է խոսել դեմիելինիզացնող process-ի մասին։ Անդրադառնալով սուր փուլի բուժմանը գրոհի կամ սրացման ժամանակ ստանդարտ մոտեցում է իրականացնել մեթիլպրեդնիզոլոնով պուլս թերապիա։ Մեթիլպրեդնիզոլոնը սովորաբար նախընտրելի է ներերակային ներարկման ձևով 1000 մգ լուծույթ եւ այստեղ օրը մեկ անգամ ներերակային ոչ արագ, գիտեք, ստանդարտ մոտեցում կա, օրերի քանակը կարող է տատանվել, կախված օջախի տեղակայումից, բնույթից, պրոգրեսիայի աստիճանից, մենք կարող ենք մոտենալ չափավոր կամ ավելի ագրեսիվ, երկարատև, այսինքն 3-ից մինչև 5, երբեմն 7 օր կարելի է իրականացնել օրական մեկ անգամ 1000 մգ լուծույթի ներարկում ներերակային։ Հետագայում կարելի է շարունակել պուլս թերապիան ավարտելուց հետո մեթիլպրեդնիզոլոնի որոշակի դեղաբաժնով, օրինակ 48 մգ հաբերը գումարային դոզան եմ ասում, որոնք կարելի է իջեցնել համապատասխան սխեմայի շրջանակներում, հիմնական դոզան պետք է ներարկվի կամ ընդունվի պերոս առավոտյան ժամերին, ինչպես պահանջում է համապատասխան ինստրուկցիան հայտնի։ Ինչ վերաբերում է արդեն քրոնիկ բուժմանը կամ, ինչպես նշեցի սկզբում, հիվանդության ընթացքի վրա ազդող կամ ընթացքը փոխող դեղորայքին է վերաբերում, այստեղ մենք ունենք բավականին մեծ ընտրություն, եթե խոսենք ընդհանրապես աշխարհում ինչքան դեղ կա առկա, բայց մենք ավելի կթիրախավորենք այն խմբերը, որոնք Հայաստանում կան կամ կարող են լինել, եւ դրանց մեջ առանձնացվում են հետեւյալ նյութերը կամ դեղամիջոցները, դրանք են ինտերֆերոնները, ինտերֆերոն բետա 1A եւ 1B տեսակները։ Այս պահին մենք ունենք ինտերֆերոն բետա 1A տեսակը 44 միկրոգրամանոց այդ ինժեկտորներն են, որը սովորաբար օրը մեջ է կիրառվում շաբաթական 3 անգամ, սակայն այնտեղ պետք է միանգամից զգուշացնենք, որ անպայման բժիշկները կարդան ինստրուկցիան դեղի, քանի որ մենք սկզբնական շրջանում կարիք ունենք տիտրավորելու այդ դոզաները, այսինքն առաջին շաբաթները 8.8 միկրոգրամ, հետո 22 եւ միայն հետո 5-րդ շաբաթից դառնում է 44 միկրոգրամ ներարկում ենթամաշկային։ Գլատիրամեր ացետատը վաղուց գոյություն ունեցող եւ որոշակի
արդյունավետության տոկոս ցուցաբերող տեղ է, որը որ կարող է կիրառվել հատկապես ոչ ագրեսիվ ընթացքով de novo դեպքերում 40 միլիգրամ օրը մեջ ներարկումները ենթամաշկային կարող են բավականին արդյունավետ օգնել մեզ պահել հիվանդությունը հսկողության տակ։ Ավելի ագրեսիվ եւ հետեւաբար ավելի արդյունավետ դեղերի մասին խոսելիս հիվանդության ընթացքը փոխող դեղերի մասին է խոսքը, disease modifying therapy, այստեղ մենք տեսնում ենք օկրելիզումաբը, որպես առաջին ցուցում այն ունի պրոգրեսիվող ցրված սկլերոզի առաջնային պրոգրեսիվող ցրված սկլերոզի դեմ պայքարը, այն բավականին էֆեկտիվ է, առաջին դեղն է եղել, որ ապացուցվել է հենց առաջնային պրոգրեսիվող ձևի համար, այն սովորաբար 300 միլիգրամանոց ներարկումային փաթեթներն են, առաջին մոտեցում, հետագայում երկու շաբաթ անց եւս մեկը եւ արդեն միանգամից երկու հատ, այսինքն 600 միլիգրամ կես տարին մեկ հաճախությամբ կարելի է կիրառել։ Ցավոք չկան շատ հստակ ռեկոմենդացիաներ տևողության վերաբերյալ, սակայն եթե տանելիությունը լավ է եւ արդյունավետությունը բարձր է, մոտակա տարիները սկսելուց հետո ցանկալի է պահել դեղի այս սխեմայի մեջ պացիենտին։ Մեկ այլ մոնոկլոնալ հակամարմին օֆատումումաբը, որը որ նույնպես բավականին էֆեկտիվ է գրոհային ընթացքով ցրված սկլերոզի ժամանակ, այստեղ այն կա ենթամաշկային ներարկման ձևով ամիսը մեկ անգամ եւ Հայաստանում նույնպես առկա է։ Դիմեթիլ ֆումարատը հայտնի նույնպես տարբերակ է հիվանդության ընթացքը փոխող դեղերից, օրական 2 անգամ է այն ընդունվում, առաջին շաբաթվա ընթացքում 120 միլիգրամից 2 անգամ, հետագայում արդեն 240 միլիգրամից 2 անգամ։ Իհարկե կարող են լինել իրավիճակներ, հատկապես շատ խորը փուլում գտնվող հիվանդության կամ երկարատև ցրված սկլերոզի ժամանակ, երբ կարիք է լինում արդեն պալիատիվ բժշկական օգնության գումարումը բուժման ընդհանուր ընթացքին եւ համապատասխան ծառայությունների կիրառումը։ Այսքանը։